Անգամ դժվար ժամանակներում մենք պարտավոր ենք հետևել մեզ եւ մեր առողջությանը, որովհետեւ այդ ծայրահեղ կարեւոր է ցանկացած իրավիճակում։ Ուստի եկեք մարզվենք միասին։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից։ Ես Քնարիկն եմ, պրոֆեսիոնալ մարզիչ։ Միացեք իմ պարապմունքներին, եղեք առողջ, գեղեցիկ եւ խնամված, եւ հավատացած եղեք, որ այն ձեզ միանշանակ կերջանկացնի։ Ինչ եմ պատրաստել մեզ համար այսօր։ Այսօր նույնպես մեզ անհրաժեշտ է լինելու սովորական աթոռ հենակով եւ 2 ծանրագունդ, որի փոխարեն դուք կարող եք վերցնել 2 շիշ եւ լցնել ջրով։ Իհարկե կարող եք նաեւ քար լցնել նրա մեջ, որպեսզի այն ավելի ծանր լինի։ Բայց հիշեցնեմ, շատ ավելի կոմֆորտ, հաճելի եւ արդյունավետ պարապմունք ունենալու համար դուք այս իրերը կարող եք ցանկացած սպորտային խանութից ձեռք բերել։ Եվ այժմ կարող ենք սկսել իմ շատ սիրելի Կատյուշայի հետ։ Բնականաբար կսկսենք նախավարժանքից։ Կտակացնենք մեր մարմինը, որպեսզի այն հեշտությամբ կորեկցիայի ենթարկենք, հակառակ դեպքում կվնասենք մեր մկանները։ Մինչև նախավարժանք սկսելը, թույլ տվեք նորից եւ նորից ձեզ հիշեցնել, թե ինչպես պետք է անենք սքոթ, կքանիստ, ասեմ ձեզ մի գաղտնիք։ Այս վարժությունը համարվում է ֆիթնեսի թագուհին եւ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այն իմանալ։ Ցույց տամ։ Մեջքը մաքսիմալ ուղում ենք, շնչելով, իջնում ենք, ոտքերը պետք է ընդունեն 90 աստիճան տեսք, ծնկները ոտնաթաթերից առաջ չի ընկնում եւ արտաշնչելով բարձրանում ենք հրելով գրունկներով։ Կարող ենք սկսել։ Շնչում ենք, արտաշնչում, խորը շնչում ենք, արտաշնչում։ Եվ վերջինը։ Ողնաշարը ուղում ենք, աշխատում ենք ծնկները նույնպես ձիգ պահել։ Եվս 8 հաշիվ, 8, 7, 4, 3, 2 ձեռքով։ Ողնաշարը ուղիղ։ Եվս 4 հաշիվ, 3, 2 եւ ստոպ պարանոցով։ Կիսաշրջան, հետևի հատվածում, open step, եվս 8 հաշիվ, 4, 3, 2, curl, ոտքը հետ։ Չորս, 3, 2, 4 հաշվով։ Մյուս ոտքը։ Կրկնում ենք։ Ութ հաշիվ, մյուս ոտքը, 4, 3, 2 և կքանիստ։ Հիշում ենք կքանիստի կանոնները։ Եվ վերջինը։ Տեսեք, 8, 7 մեջքը ուղիղ։ 3, 2, stop. Ութ հաշիվել, ծնկները ձիգ պահեք, որովայնի մկանները սեղմեք հետ,
4 հաշիվել, 4, 3, 2, վերջինը, 4 հաշիվել, 4, 3, 2, և ստոպ, մարշ, 4, 3, 2, մի ապ, 8 հաշիվել, 4, 3, 2, 4 հաշվով, կրկնում ենք, մյուս ոտքը, 8 հաշվով, մյուս ոտքը, 4, 3, 2, կողպեք, Եվս 8 հաշիվ, 7, 6, 5, 4, 3, 2, ստոպ, ձգվում ենք, միացնում ենք ոտքերը, այսօր աշխատեցնելու ենք ուսագոտու մկանները, պատրաստել եմ 4 վարժություն, ցույց տամ դրանք։ Մեջքը մաքսիմալ ուղղում ենք, արտաշնչելով բարձրացնում ենք ձեռքերը մինչև ուսերին հավասար, բացում ենք, այստեղ նույնպես հետևում ենք, որ ձեռքերը լինեն ուսերին հավասար, փակում ենք և շնչելով իջեցնում ենք։ Պետք է պահում կատարենք այստեղ, hold։ Երկրորդ վարժությունը, մեջքը մաքսիմալ ուղղում ենք, ձեռքերը նորից ներքևում, արտաշնչելով աջ ձեռքը բարձրացնում, հասցնում ենք մինչև գլխի հատված, նույնիսկ մի փոքր հետ ենք տանում և շնչելով իջեցնում ենք, կատարելու ենք աջ և ձախ ձեռքերով։ Հաջորդը կատարելու ենք նույն գործողությունը միայն թե երկու ձեռքերով, միաժամանակ արտաշնչելով ձեռքերը հասցնում ենք մինչև գլխի հատված և շնչելով իջեցնում ենք։ Եվ վերջի 4-րդ վարժությունը, մեջքը ուղիղ ձեռքերը նորից ներքևում, պետք է կատարենք կիսաշրջան, արտաշնչելով բարձրանանք և հասցնենք, տեսեք ձեռքը ականջի հետևում և շնչելով իջեցնենք, կատարելու ենք աջ և ձախ ձեռքերով, կարող ենք սկսել։ Hold. Իմանում են, 4, 3, 2, և ստոպ, ուղնաշատը հոտ պահեք, երկու ձեռքով, և վերջինը, ստոպ, Եվս 8 հաշիվ, եվս 4, 3, 2,
Եվ վերջինը, ստոպ, ուսագոտու մկանի ձգոտ, սալդերցոց, մյոսը, Պատրաստել եմ վարժությունների բավականին հետաքրքիր մի փունջ, որտեղ աշխատեցնելու ենք ոտքի ներսի և դրսի մկանները, երկգլխանի մկանները, ձկնամկանները, աշխատեցնելու ենք կոնքամկանները և նստատեղի մկանները, այնպես որ մեզ հետ թեժ է լինելու։ Այդ ամենը կատարելու ենք 2 փուլով։ Առաջին փուլի համար մեզ անհրաժեշտ է աթոռ։ Կատարելու ենք պլիե, սումո, սկոտ։ Սա կքանիստի տեսակ է, աշխատեցնելու ենք ոտքի ներսի մկանները։ Բռնվում ենք աթոռից մեջքը մաքսիմալ ուղիղ, ոտքերը լայն, ոտնաթաթերը դուրս, շնչելով իջնում ենք, հետևում ենք, որ ծնկները ոտնաթաթերից առաջ չընկնի, ոտքերը ընդունում են 90 աստիճան տեսք և արտաշնչելով բարձրանում ենք։ Այնուհետև պետք է զսպանենք ներքևում, իսկ հաջորդ վարժությունը պլիեի տրամաբանական շարունակությունն է։ Տեսեք, թաթով ձգվում ենք։ Աշխատեցնել ենք ձկնամկանները։ Իսկ վերջի վարժությունը դա լանջիս կքանիստի տեսակ է, կոչվում է մեկ ոտքը առաջ։ Երբ եթե ես անվանակոչեի այս վարժությունը, կասեի մեկ ոտքը դեպի հետ, բայց քանի որ ես չեմ հեղինակը, պետք է հարմարվել։ Այս դեպքում աշխատում են ոտքի երկգլխանի մկանները և նստատեղի մկանները։ Մեջքը մաքսիմալ ուղղում ենք, բռնվում ենք աթոռից, ոտքը խորությամբ տանում ենք հետ, շնչելով իջնում ենք, արտաշնչելով բարձրանում ենք։ Հետևում ենք, որ դիմացի ծունկը ոտնաթաթից առաջ չընկնի և կարող ենք սկսել։ Եվս 8 հաշիվ։ Վերջին 4-ը, 3, 2, ստոպ զսպանը, 8, 7, 6, 5, 4, 3, 2, ստոպ։ Եվս 8, 7, 6, 5, 4, 3, 2, ստոպ։ Մեջք ուղիղ, պատրաստ, 4, 3, 2, ստարտ։ Եվս 8 հաշիվ։ Երեք, 2 և վերջինը, ստոպ, ոտքը հետ, թուլացնում ենք, և մյուս ոտքը, մեջք ուղղում ենք, 4, 3, 2, ստարտ։ Ութ, 7, 6, 5, 4, 3, 2 և ստոպ։ Թուլանում ենք։ Երկրորդ փուլի համար աշխատեցնելու ենք ոտքի դրսի մկանները և կոնքամկանները։ Տեսեք, ծունկը ձիգ, ոտնաթաթը դեպի մեզ բարձրացնելու ենք և իջացնելու ենք։ Աշխատեք, որ ոտնաթաթերը իրար չդիպչի։ Այնուհետև վերևում պիտի զսպանակենք, շրջանաձև պետք է անենք և հակառակ ուղղությամբ։ Մեծ ամպլիտուդայով կիսաշրջան պիտի կատարենք, այնուհետև ոտքը պետք է բերենք առաջ և զսպանակենք։ Կոնքամկանի համար պատրաստել եմ 2 վարժություն։ Դիրքը չենք փոխելու, ոտքը ծալված, վրայի ոտքը ուղիղ, արտաշնչերով ձգվում ենք դեպի ուղիղ ոտքը, պիտի զգանք կոնքամկանները և շնչելով իջնում ենք։ Երկրորդ վարժությունը ձգվում ենք, 2 ոտքերը ծալվեցին և միաժամանակ ուղղվում ենք օդում մնալով։ Այսքանը կարող ենք սկսել։
Մնաց 4 հաշիվ, 3, 2 և վերջինը զսպանակ։ Չորս, 3, 2, ստոպ շրջան։ Հակառակ ուղղությամբ ևս 4 հաշիվ, 3, 2 և ստոպ, ոտք առաջ։ Չորս, 3, 2 կիսաշրջան։ Եվ վերջինը, ոտքը հետ ենք սեղմում, ութ հաշիվել, վերջին 4-ը, 4, 3, 2, ստոպ։ ութ հաշիվել, չորս, 3, 2, ստոպ։ ԵՒս ութ հաշիվ, 4 հաշիվել, 4, 3, 2 և վերջինը, ստոպ։ ԵՒս ութը, վերջին 4-ը, 4, 3, 2 և ստոպ։ ԵՒս ութ հաշիվ, 4, 3, 2 և վերջինը զսպանակ։ 8, 7, 6, 5, 4, 3, 2, շրջան։ Չորս, 3, 2 և հակառակ ուղղությամբ։ Ոտքը առաջ զսպանակ, ևս ութ հաշիվ, 8, 7, 6, 5, 4,
3, 2, հուսաշրջան։ Եվս 4, 3, 2, և վերջինը, ստոպ։ Որովայնի մկանների համար պատրաստել է 4 դինամիկ և 1 ստատիկ վարժություն։ Հիշենք, դինամիկ վարժությունների ժամանակ զարգացնում ենք մեր մկանները, իսկ ստատիկ վարժությունների ժամանակ ամրացնում ենք մեր ջլերը։ Ցույց տամ վարժությունները։ Առաջին վարժությունը դասական քրանչից, ոտքերը սովորական ծալված են հատակից, արտաշնչելով ուսերով ձգվում ենք դեպի վերև, դունչը բարձր հայացք առաստաղին և շնչելով իջնում ենք։ Երկրորդ վարժությունը պիտի բարձրանանք 90 աստիճան և իջնենք։ Երրորդ վարժությունը ուսը պոկում ենք հատակից, մի ոտքը ծալում ենք դեպի մեզ, պետք է աշխատենք մյուս ոտքով, աշխատում ենք հնարավորինս ծունկը ուղղել։ Բարձրացնում և իջեցնում ենք։ Նույնը պիտի կատարենք մյուս ոտքով։ Եվ վերջին դինամիկ վարժությունը։ Ոտքերը խաչված մնում են օդում, մեր մարմինը 40 աստիճանի տակ է։ Եթե կդժվարանա, կարող եք ոտքերը դնել հատակին, կարևորը մարմնի 40 աստիճանը պահելն է։ Եվ ձեռքերը տանում են կողքից կողք, կարող եք ծանրություն օգտագործել։ Այս դեպքում աշխատում են որովայնի թեք մկանները։ Եվ վերջին ստատիկ վարժությունը այս նույն դիրքում կատարում ենք, պահում և դիմանում ենք, կարող ենք սկսել։ Ութ հաշիվը, 8, 7, 6, 5, եվս 4, 3, 2, և ստարտ։ Հաշիվել։ 4, 3, 2 և վերջինը ստոպ։ Ոտքը դեպի մեզ, 4, 3, 2, ստարտ։ Չորս, 3, 2 և մյուս ոտքը։ Եվս 8 հաշիվ, 8, 7, վերջի 4-ը, 4, 2 և ստոպ։ Պատրաստ, մարմինը 40 աստիճան, 4, 3, 2, ստարտ։ Չորս, 3, 2 հոտ, դիմանում ենք։ 8, 7, 6, 5, 4, 3, 2, ստոպ։ Թեքվում ենք ձախ կողմ։ Ձախ ձեռքը զուգահեռ և ձախ ձեռքով ձգում ենք աջ, լավ ձգեք, կենտրոն, թեքվում ենք աջ կողմ, աջը զուգահեռ և ձգում ենք ձախ, լավ ձգեք, կենտրոն, պտտեցնում ենք ձախ ոտնաթաթը և ձգվում դեպի այն։
Փորձում ենք ծունկը մաքսիմալ ուղիղ պահել և բացում ենք կրծքավանդակը։ Գրկում ենք նորից ոտքը։ Պտտվում ենք մյուս կողմ։ Գրկում ենք ոտքը, ծունկը փորձում ենք մաքսիմալ ուղղել։ Բացում ենք կրծքավանդակը։ Եվ նորից գրկում ոտքը։ Ձեռքերը դնում ենք կենտրոնում։ Բացում ենք աջ ձեռքը։ Կենտրոն, բացում ենք ձախը։ Կենտրոն, խաչում ենք ձեռքերը և թուլանում ենք։ Գալիս ենք առաջ։ Ձգվում ենք։ Հետ։ Առաջ։ Հետ, առաջ, դնում ենք ոտքերը և աջ, ձախ, կիսաշրջան, մեկ անգամ և զգուշությամբ գնում ենք հետ, դեպի կրունկները։ Իջնում ենք ավելի խորը։ Դանդաղ գալիս ենք առաջ։ Ոտքերը լայն և մարմնով ձգվում առաջ։ Միայն ձախ ձեռքով ենք ձգվում, աչը հետ։ Կենտրոն, միայն աչով ենք ձգվում, ձախը հետ։ Կենտրոն, գալիս ենք առաջ։ Եվ աջ ձեռքով ձգվում ենք վերև։ Գրկում ենք կրունկը, կպցնում ենք ատամները ու ձգվում վերև։ Կենտրոն, ձախ ձեռքը ձգում ենք վերև։ Գրկում ենք կրունկը, կպցնում ատամները, ձգվում վերև։ Թուլանում ենք պողպեկ։ Թուլանում ենք, աջ ոտքը կողք և մարմնով ձգվում ենք առաջ։ Գալիս ենք կենտրոն, ձգվում ենք վերև և թեքվում։ Գրկում ենք ոտքը, դնում ենք ձեռքերը կենտրոնում և ձախը մտցնում ենք աչքի տակ։ Աջ ձեռքը բացում ենք,
Գալիս ենք կենտրոն, ոտքը շատ զգուշությամբ։ Եվ բացում ենք ձախ։ Մարմնով ձգվում ենք առաջ։ Գալիս ենք կենտրոն, ձգվում վերև և թեքվում։ Գրկում ենք ոտքը, դնում ձեռքերը, առաջ մտցնում ենք ձախի տակ։ Ձախ ձեռքը բացում ենք, կենտրոն, գալիս ենք զգուշությամբ, ձախ ոտքը, ծալում ենք, աչը տանում հետ և ձգվում ենք հակառակ ուղղությամբ։ Զգուշությամբ մյուս ոտքը ծալում ենք, ձախը տանում հետ և ձգվում թեքությամբ։ Գալիս ենք զգուշությամբ կենտրոն, խաչում ոտքերը, թուլացնում պարանոցը, ձեռքը դնում ենք դեմքի տակ, ձգում վերև, թեքությամբ։ Մյուս կողմ, ձեռքը դնում ենք դեմքի տակ, ձգում։ Գլուխը առաջ և հետ, շրջանաձև, հակառակ ուղղությամբ, կենտրոն, հասնում ենք հակառակ ծնկանը, մյուս կողմ, կենտրոն, գալիս ենք առաջ, կենտրոն, միացնում ենք ոտնաթաթերը և ինչքան տեղում ենք, ձգվում ենք առաջ։ Կենտրոն, ոտքերը բացում ենք լայն և հասնում հակառակ ոտքի դատի։ Մյուս կողմ, կենտրոն, գալիս ենք առաջ, կենտրոն, միացնում ենք ոտքերը, ձգվում ենք հետ, լավ հետ ձգվեք, ձգվում ենք առաջ, այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք, ցտեսություն։